Ինչ չասվեց Վանսի Հայաստան եւ Ադրբեջան այցերի մասին։ Սկայական տարբերություն կար այս երկու երկրների այցերի ժամանակ Ամերիկայի արտահայտությունների եւ մոտեցման մեջ։ Եվ սա շատ լավ ձևով ցույց է տալիս, թե ինչ է մտածում Ամերիկան ընդհանրապես այս երկու երկրների մասին։ Ես Վարդան Վարդանյանն եմ, այսօր դեռևս փետրվարի 19-ն է, եւ ուզում եմ երկու գաղափարներ շեշտեմ, որոնց իմ կարծիքով բավական անալիտիկ, ասենք թե շրջաններում չքննարկվեցին։ Ուրեմն, եթե հիշում եք, Վենսը շատ կոմպլիմենտար, գովեզներով մոտեցավ Փաշինյանին, դուք դեմոկրատիական երկիր եք, ժողովրդավարական ճիշտ ճանապարհի վրա եք եւ այլն, ասած բաներ ասեց։ Ի տարբերություն Ադրբեջանում ինքը ասած նշեց, որ Ալիևի կինը երկրի վայս պրեզիդենտն է։ Եվ կարծես իմ կինս նախանձում է այդ բանով, հա, մի քիչ կատակի ձևով, որ ինչու ինքը այդպես եւ այլն։ Մի խոսքով բավական པարզ ձևով, ինձ թվում է շատ նուրբել չէր, ցույց տվեց, որ դու մենք հասկանում ենք դու ով ես, դու ժողովրդավարական երկիր չէ, դու բռնապետ ես էության մեջ։ Ի տարբերություն, որ շեշտում էին հենց Հայաստանի ժողովրդական պետությունն էլ։ Նույնիսկ օգոստոսին Վաշինգտոնում երբ որ հանդիպեցին, նախաստորագրման ժամանակ Թրամփը այդպես մի բան ասաց, չէ։ Ինքը սիրում է ընդհանրապես դիկտատորներին, բայց այդտեղ հիշեցրեց, որ ինքը գիտի թե Ալիևը ով է, էլի, այդ էլ նշվեց, այսպես ասած։ Բայց այս հասկացողությունից բացի, որի համար ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս ադմինիստրացիան սկսել են նրանք հասկանալ եւ կարևոր են հավանում նույնիսկ ինչ որ ձևով ընդգծել։ Էլ չեմ ասում հաջորդ ով գա, նա էլ պետք է դա գնահատի, ասենք, այս տարբերությունը։ Դրա հետ միասին նայում եմ, ես համատում եմ, թե ինչ ստացավ Հայաստանը նրանից եւ ինչ ստացավ Ադրբեջանը եւ շաբան ավելի պարզ է դառնում, թե ոնց ամերիկան խնդիրներին նայում։ Հայաստանի ինչ որ տրվեց, դա իրական շատ ռեալ ստրատեգիական օգնություն էր։ Օրինակի համար այն հանգամանքը, որ թեկուս ստրատեգիական partnership կոչված այդ փաստաթուղթը Ադրբեջանում այս վիզիտի հետ կապված ստորագրեցին։ Իսկ Հայաստանի հետ արդեն ստորագրել էին։ Դա կարևոր էր, որ Ադրբեջանի հետ ուղիղ ռազմական, ասենք թե որևէ training եւ այլն ռազմախաղեր բաներ չեն անում, իսկ Հայաստանի հետ անում են։ Սկսվեց իհարկե Kansas-ի National Guard-ով, բայց եւ իբրև թե խաղապար ուժերի կոնտեքստի մեջ այդ բանով, բայց նրանից ավել է գնացել ու գնալու է։ Դա էլ շատ կարևոր է։ Եվ չմոռանանք, որ հաջորդ հարցը, որ տվեցին այդ ուրեմն առաջի անգամ ինչ որ մի բան, որը կարելի է ենթադրել ուղղակիորեն ռազմական օգնություն, դա այդ հետախուզական դրոններն էին։ Փոքր թիվը 11 միլիոնի մեջ $1 բան չի, երևի ասենք դա տակ կառնես երևի 11 հատ այդպիսի դրոն, հա, բայց դա համաձայնված էր քանի հատ է լինելու, ինչ տեսակի է լինելու եւ այլն։ Իսկ այն տարբերությամբ, որ ասենք միջև այդ Ադրբեջանին հայել տալիս էին ռազմական բաներ, այդ նույնիսկ այդ օրենքի այդ section 907-ը, որ տարիներով պիտի որ չտային, բայց իբրև թե Ադրբեջանը, որտեղ հակատերորիստական ուրեմն կարիքներ ունի պատրաստվածության զենքեր բաներ, Ամերիկան միշտ թույլ էր տալիս, որ այդպիսի բաներ գնա այնտեղ։ Առաջի անգամ սկսեցին որտեղ ավելի լուրջ Հայաստանի հետ բանանել։ Չվախեցան, որ տեխնոլոգիան կգնա ռուսների ձեռքը, հա, այդ կարևոր բան էր։ Եվ դա իհարկե թույլ է տալու Ամերիկա, Հայաստանը այսօր բոլորս հասկանում ենք դրոնների կարևորությունը, հասկանում ենք, որ Հայաստանը միջև մախերք չունեցել եւ ոչ էլ ուզեցել է դրոնների արտադրությունների լուրջ մասշտաբներով, այն 1-2 հոգին իրենց ուժերով ինչ որ ստից բաներ որ անում են, դա մասշտաբ չի, այսինքն դա քանակ չենք խոսում։ Խոսում ենք ոչ թե նույնիսկ 100-ներ կամ 1000-ներ, այլ խոսում ենք տասնյակ 100,000-ավոր միավորների արտադրության մասին, հա, չասեմ միլիոնների տարեկան, հա, այս թվերը պետք է լինի, տարբեր կատեգորիաների, դու փոքրից շատ ես արտադրելու, ասենք մեծերից ավելի շատ, ավելի քիչ։ Եվ բայց այդ պետք է արվի, այսինքն
սա գոնե քեզ պետք է լինի ոնց ասեմ խթան եւ հնարավորություն վերցնես դրանից ինքդ սարքես հա դες բան դες աշխարհը դες դժվար բան չի հա եթե կարան պարսիկները սարքերն ուսնեն ծախեն ու նրանք վերցնեն ու լավացնեն կամ արտադրեն միլիոններով իրանք էլ Հայաստանն էլ կարա իր կարիքները ապահովի պետք է այդ ռազմաինդուստրիալ կոմպլեքսը սարքել վերջապես հա ճիշտ առնել ավելի ուղակի եւ արագ այսպես ասած kickback-ների կամ ռուսերենով ատկատների հնարավորությունները տալիս, բայց երկրին այդ չի էլի պետք է կառուցել է ռազմաինդուստրիալ կոմպլեքսը արտադրություն պետք է տալ եւ ոչ միայն դրոններ դա ասեմ հրթիռներ պետք է արտադրել ինչ է հրթիռ արտադրել ինչ է պաղեստինցիները թունելների մեջ հրթիռ են արտադրում հայերը չեն կարող անել հա էլ չասեմ պարսիկների մասին, էլ չասեմ մնացած երկրների մասին։ Այդ ինչա ֆիզիկոսների պակաս կա, թե ինչ որ բան սարքելու պակաս կա, պետք է արվի անպայման։ Եվ պետք է արվի ոչ թե ինչ որ փոքրիկ բաներ, այլ մեծ գոնե հրթիռներ, կարճերավորությունը մինչև 500 կիլոմետրի վայր, դա այդքան բան չի։ Որպեսզի կախված չլես, էլի 10%-ը չթռնի, որտեղ ռուսները կոդը փոխել են կամ թույլ չեն տվել քո Իսկենդերը, որի վրա մեծ հույսեր ուներ, իրապես գործ կատարի, որովհետև կամ իրանք կանգնեցնում էին կամ կոորդինատները, որ հրթիռի մեջ դրված է, նախորդ հայտնում էին ադրբեջանցուն եւ այլն, որ այնտեղ վնաս չտանգած։ Խոսքով այս բաներից խուսափելու համար sense բանը պետք է Հայաստանը ինքը արտադրի։ Եվ սա ուզում ասեմ ոնց որ ասում են բաննա թթխավորը դրե թող լինի հա այդ լուրջ արտադրություն ստեղծելու համար մի քանի օրինակներ հիմա ռուսներն են երկու հատ կոնստրուկտորական բյուրո սարքին երկուսին էլ բանկ տային կոնտրակտ տային ասեին իր հետ մրցում եք դուք պիտի այսպեսի հրթիռ կամ դրոն սկսեք սարքեք տեսնեք որն անելի հաջողվելու ասում եմ ոնց կլիներ սովետական ժամանակները եթե մի բան վերցնում են կոպի անելու համար, եթե միանգամից 2-3 բյուրո են տալիս այդ մրցելու համար։ Այդ էլ տարբեր հարց։ Բայց ամենակարևոր բաներից մեկը, որ իհարկե Ամերիկան արեց, դա մոդուլար ռեակտորների հարցն էր։ Այսինքն Հայաստանի էլեկտրոէներգիայի 40%-ը մեծ ամորն է ապահովում, որը կյանքը արդեն գիտենք վերջանում է, եւ պետք է այդ հարցը լուծել։ Հիմա եթե մտածենք, որ խոցելի էր, ոչ ոք չի մոռացել, չէ՞, 20 թվին ինչ էին մտածում, բա որ մի հատ բանը գնի, արկը գնի մեծամորի վրա, կամ եթե չգիտեմ, մի դրոն գա, կամ չգիտեմ, F-16 մի բան գցի գլխին թուրքական, կամ ինչա լինելու ընդհանրապես հայազգի վիճակը, այդ բանից խուսափում, խոցելիությունը պակասացնելու հարցը միշտ կա ու կա։ Եվ սա իհարկե մեծ կարևոր բան է եւ շատ ճիշտ է, որ մոդուլար տարբերակներ են ընտրել Հայաստանը, շատ լավ ճիշտ բան են արել, էլ չասեմ համել, որ Ամերիկայի հետ են այս կապում այս բանը, եւ արևի էներգիայի էսթետ ստացված այդ արևի այդ solar panel ինչ են ասում այդ վահանակները, դրանց գինը այնքան անգել, որ հիմա դու շատ խնդիրներ կարող ես լուծել էլի դրանով, ասենք, թե եւ այդ երկուսը միասին միջուկայինը, որը նույնիսկ Ամերիկանը հասկանում որ ապագան դրա մեջ է եւ նույնիսկ ասելով են դեպքում որ Ամերիկայի միջուկային նկատմամբ 70-ականներից 80 մեծ բան կար, չէ՞, դեմ էին խոսում այս բոլոր liberal environmentalistները, որ կարծես դա վնասը fossil fuel վառողներն են, ասենք նավթ կամ չգիտեմ ածուխ կամ ինչ Եվ այլ, մի խոսքով սա մեծ ապագա է վարանում եւ պատկերացրեք եթե սրան շնորհիվ կարողանաս ամբողջ ավտոպարկը ռուսական տերմինով ասեմ, հա, ամբողջ մեքենա փոխես էլեկտրականի հսկայական օգտակար կլինի, ել չեմ կարող մեկ մարդիկ կարող է Երևանում ամառնել շնչեն, էլի, այտենց, այսինքն այդ օդի եւ հարցն էլ կարող է լուծվի։ Եթե ամբողջ Չինաստանը անցնում է էլեկտրական մեքենաների եւ այնտեղ չենք խոսում դիպուտ երկրի մասին, Հայաստանը ինչ է որ չկարանա բանի, ասենք թե այսօրվա էլ չասեմ որ էլեկտրական մեքենա միլիցկավորումով 400-500 կիլոմետր են քշում եւ այլ, ուր ես գնալու դրանով, այսինքն որ վախենաս Այդ հեչի պես ընդեղ հիմա արդեն ես նայեցի երեք շատ էժան մեքենաներ կան, որ էժան, ինչ ասենք, տենց
40-50 հազարանոցի մասին եմ խոսում, որ մինչև 600 մայլ են գնում։ 400 մայլ ասա, 400 մայլը գնես ինչա, 600 կիլոմետր։ Ուր է գնալու։ Ավելի անպայման է որ այնտեղ բան ունի, հա։ Այս որ բենզին վառել, բենզինը բերես Ադրբեջանից կամ Ռուսաստանից կամ որտեղից, դա կպակասի կախվածությունը էլի։ Այդ իմաստով էլ այդ շատ լավ կլինի։ Մի խոսքով այս միջուկայինի այս լուծումը շատ ճիշտ էր եւ դա ես մտածում եմ որ ամենակարևոր ստրատեգիական քայլերից մեկն էր, որը կատարվեց։ Պատկերացրեք այն ժամանակ սկի ատոմակայանը չկառուցեին, երբ որ դրա մասին խոսում էին 70-ականներին, ինչ էր ներու դրանից հետո մեր վիճակը։ Դա փրկեց։ Հիմա էլ այս քայլով ապագան շատ ավելի վստահելի վիճակում ալնելով։ Սա էլ կարևոր բաներից մեկն է։ Ինչ ստացավ Ադրբեջանը։ Ուրեմն էլ իմ դեղ գրեցին, քիչ չեն խոսում դրա մասին, որ բայց հակ ստանան արկեր ու փոքր ինչ-որ տենց հրթիռներ հակատերորիստական իրենց գործունեության համար, բայց բոլորս ավելի նկատեցինք, որ իրենց տալու են ուրեմն այս փոքր ռազմա կատերները, նավերը, հա, patrol boat են ասում դրանց։ Երկրորդ համաշխարհում դրանք տորպեդոներ են իրենց վրա դրած, բայց հիմա սրանք ավելի նման են այդ torpedo boat plus այս Պարսկաստանն ունի, չէ՞, այսպես արագ գնացող կատերներ, որոնք նպատակն է որ ոնց ասեն harass անեն, հարձակվեն ավելի մեծ նավերի վրա, լինի դա տանկերներ բաներ եւ դրանց գրավելու կամ ոչնչացնելու կամ նույնիսկ ռազմանավերի վրա մոտենաս արագ կրակես փախնես, այդ կաղապարն է։ Մի քիչ դա ամերիկանի մասին չենք խոսում, դա suicide mission է, այսպես կոչված, այդ ինքնասպանություն անել կլինի ամերիկանի վրա գնալը, բայց փորձեցին։ Մի հատ մեկը մի քիչ շատ մոտեցավ, ջրի պայթացին գնաց, բայց այդպես բաներ կա։ Հավանաբար, բայց ինչի են տալիս։ Ինչի է սա կարևոր Ադրբեջանի համար, ինչի է նա Ալիևը ուզեց դրանք։ Դա նրա համար չի, որտեղ ինքը վախենում է այնտեղ Թուրքմենստանը ծովից են կոմպտի իր վրա արձակվի տերորիզմ անի կամ չգիտեմ Ղազախստանը պիտի անի կամ թե չէ Պարսկաստանը դա մասին չի խոսքը, այսօր դա նրա համար է, որ ինքը կարողանա ծովից պաշտպանի պոտենցիալ ռուսական ծովային դեսանտից, հա, դե ռուսները որոշեն արդեն ասեն դե Ալիև քիչ շատ չափ անցար դու ինչ որ շատ ես գնում դեպի արևմուտք ուրեմն ինչա Բաքուն ծովի վրա է նստած ու բան չի Կիև չի երկրի մեջտեղում 1000 կիլոմետր սահմանից այն կողմ ստեղ չգիտեմ խոսում ես ինչ որ հեչի պես հա այնտեղ կարող ես քո ռազմական ուժերը մտնեն այնտեղ բանից Դաղեստանից օթային ուժերի համար էսի կես ժամա ճանապարհը, իսկ ծովից էլ երկու նավ զինվորի չացրու այնտեղ բատալյոն հարցը լուծես, չէ, այս բանը կա, բայց եւ ֆլոտիլան, դա նավատորմիկը ասենք թե ռուսական, էլի բոլոր դեպքերում ամենաուժեղն է Կասպից ծովում, բայց հաշվի առնելով որ դու եթե ունենաս այսպիսի պատրոլ բոտեր, որոնք ինչ որ ձևով կարողանան մեր ցամաքային օպերացիաներ անեն եւ ասենք դժվարացնեն որևէ դեսանտի ասենք դուրս գալը, հա, դեսանտի նավերը դրանք արագ գնացող ռազմանավեր չեն կամ ինչ որ լուրջ պես զինված եւ գումարած դրան իրենց հակաօթային պաշտպանությունը դրոնները եւ Թուրքիայի օգնությունը եւ Իսրայելի տված դրոնների զենքերի եւ այս երկու Թուրքիա-Իսրայել հետախուզական տվյալների միջոցով դու կարող ես ահագին պաշտպանես Ռուսաստանի որևէ պոտենցիալ ասենք թե սպառնալիքներից դա վերջի ասենք ծովային մասներ մնացել որ նրանք Իսրայելից կամ Թուրքիայից չէին ստացել, դա էլ ամերիկան լրացեց, հա, այսպես ասած։ Այս գաղափարը սա էր։ Եվ դա ինչ որտեղ ավելի հանգստացնելու եւ խրախուսելու Ալիևի, որ դու մի վախեցի։ Շարունակի քո այս Ռուսաստանից անջատվելու ընթացքը։ Եվ եթե առաջի ասենք երբ որ ռուսական օտանավը խփեցին Գրոզնիի վրա, հետո գնաց ընկավ Ղազախստանում,
Ալիևը կարողացավ այն ժամանակ ստիպել Պուտինին, որ նա ներողություն խնդրի, դե հիմա էլ խփում են, չմոռանանք ռուսները ադրբեջանական նավթային կոմպլեքսին, որը գտնվում է Ուկրաինայում, որտեղ ընդեղից խողովակներով նավթը գնում է նաև Եվրոպա, այնտեղ Հունգարիա եւ այլ, եւ դիպլոմատիկական առևտրական իրենց ուրեմն շենքերին եւ բարեն, Ալիև ինչ էր բողոքում, ասում է, որ մենք բոլոր մեր ունեցվածքի եւ commercial եւ դիպլոմատիկական եւ այդ նավթային կոորդինատները տվել են ռուսներին, որ իրանք չկրակեն դրանց վրա, բայց իրանք էլի կրակում են։ Դե պատասխանը պետք է գա, ասին Ալիևը դա հենց ներս չի թողնելու, որ լինի այդպես, եւ տեսանք հետևանքը։ Հիմա դու միայն այսպեսի, ասենք, terrorismով ես զբաղվում, որտեղ ուրիշ ճար չունես, ձերքերդ զբաղված են, ասենք, թե, բայց վաղը դու այլին կանես։ Հիմա դու տարբեր ռուսերեն ասած գադ ես, էլի, sense բաներ ես անում, բայց հասկանում ենք դու ով ես։ Եվ Ալիևը այդ հասկանալով վերջնականապես sense իր կտրեց կապերը Մոսկվայից, ոչ ֆորմալ, ոչ մի պայմանագիր չի խախտել, դա ասեմ, բայց ամեն ձևի հանեց, չէ՞, սկզբում այդ մեծ ռադարի բանը փակել տվեցին Թուրքիան ու Իսրայելը, որպես իրանք կարողանան այդ օթային տարածքը Պարսկաստանի վրա առանց բանի ռուսական կոնտրոլի, այսպես ասած, այդ կարանան տիրապետեն, որի համար ահագին փող էր ստանում, ինքը վարձ էին վճարում իրեն տարին քանի 100 միլիոն $, բայց այդ փակել տվեց, իրենց հապկից դուրս եկավ, հետո իրենց ռազմական ամբողջ Ռուսաստանում սովորած գեներալիտետին քշեց ընդեղից, բոլոր Թուրքիայում սովորածներին բերեց, թուրքերին բերեց որպես խորհրդականներ, զենքերը սկսեց ընդեղից առնել Թուրքիայից եւ Իսրայելից, իր համար կամած անում այս բոլորը։ Այդ ընթացքում Հուսեյնն ասում է, որ հա, ձեզ հետ մենք հետախուզական ինֆորմացիա պետք է փոխանակվենք, այդպիսի պայմանագրեր էր կնքում, չէ՞, այդ մեծ լարախաղաց իր գործը շատ լավ անում էր։ Բայց հիմա արդեն մի քիչ էլ անցավ, ռուսներին չես կարա խապես, որ չէ, մենք ձեզ հետ ենք, հա, ինչքան էլ ասես, որ հա եւ այլն։ Եվ բայց ինքը տարեց, ինձ թվում է այդ գիծ անցավ։ Եվ հիմա մի րոպե պատկերացրեք, որ եթե մի վարքյան պատկերացրեք, որ եթե Ռուսաստանը հաղթող ճակերտավոր դուրս գա կամ ոչ հաղթող, բայց ոչ sense առանց փլուզվելու Ուկրաինայի պատերազմի դուրս եկավ, հաջորդ քայլը ինչ անելու։ Ալիև քանի օր մնալու այնտեղ Ալիևը կարող Ալիևը նախևարած միակ ձևը որ կմնա նա մի անգամից կասի ինչի մասն է խոսքը մենք մի բարեկամներ ենք նա այդ բանը լավ է անում բայց մնացածի համար դա խնդիր է դառնալու մի խոսքով Ալիևը այդ մի քայլ է արել այսօր նաև եւ Ռուսաստանը ոչինչ չի կարողանում անի բացի թե ինչ որ շախետներով կրակի ինչ որ ադրբեջանական ինչ-որ բանը շենքերի վրա Ուկրաինայում, սա այստեղից այնքան չի կարող գնալ, այս շոփային sense ասենք։ Մի խոսքով Ամերիկայի հարացեն են, որ այս բանն էլ տալով ասելով, որ դու շարունակի քո ընթացքդ մի բան արա, մի վախեցի հետեր, բայց միաժամանակ լրիվ հասկանալով, որ մեծ տարբերություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը մի վարկյանի մեջ կարա փոխվի։ Եվ Ադրբեջանը այդպես են նայում, ոչ թե իսկական դաշնակցի, այլ մեկի, որը situational դաշնակից է, այսօր կա վաղը չկա իմաստով շատ անանու այդ բանն իրեն։ Դրա համար իրեն մի խոսքով տարբեր ձևի են խոսում, ինձ թվում Ամերիկան շատ ավելի բան ձևով, ասենք ասենք ավելի, չեմ ուզում կոպիտ ասեմ, բայց ավելի ուղղակի ձևով ասեց, որ ժամանակն է դու մի հատ Հայաստանի հետ հարաբերությունները լավացնես, դրա իզուր չի որ Ալիևը սկսել է խոսել, որ հասել ենք մենք խաղաղության, հա, այդպես բաներ ասում իհարկե ներկայությունը պետք է անի մեկ էլ պետք է կողքից ասի, որ դեռ կոնստիտուցիան չեն փոխել,
բայց պետք է արվի այդպես բաներ, հա, ել չեմ ասում, որ արևմտյան Հայաստանը դեռևս ընդ Ադրբեջանն ներողություն։ Այդ էլ իհարկե։ Բայց մի խոսքով, այս Ջեյդի Վանսի բանը այցերը եւ այդ թղթերը, որ ստորագրեցին մի քիչ շատ ավելի կարևոր էր, սրանք բան չէին։ Այն օգոստոսին ստորագրածի նման չէր, որտեղ գրված է, սա ոչ մի պարտավորություն չի ստեղծում որևէ կողմերի համար, որ սա նախաստորագրություն է, ինչ որ initialing of intentions, չգիտեմ, ասես բաներ, հա։ Սրանք ավելի լուրջ փաստաթղթեր են եւ շատ ավելի պարզ էր, թե Ամերիկան որտեղ է ինքը ներդրում անում։ Ներդրում արվում է ավելի Հայաստանում եւ ավելի եւ սա հենց այդ ատոմակայաններից սկսած վերջացած այդ չիպերի հարցը, հա, այդ դրանք շատ կարևոր բաներ են եւ շատ նշանակալից է, որ այդքան չեն մախենում, որ արդեն բավոր սա գնա այս տեխնոլոգիան գնա ռուսների ձեռը, չգիտեմ ինչ եւ այլ, այդ որ անդադ այդ պատճառը վերվում, թե ինչի Հայաստանի հետ առավտուր չի կարելի անալ ռազմական բնակավարում, ոչինչ տալ չի կարելի եւ այլն։ Իսկ Ադրբեջանը չգիտես կարելի էր։ Այն ժամանակ էին տալիս, հիմա են տալիս, որովհետև ինչ որ, չգիտես, անհայտ տերորիզմի դեմ պիտի ինքը պայքարի, այդ որ այդ ով է, ում կողմից է այդ տերորիզմը չգիտենք։ Բայց դա իրականում պարզավոր մի հատ ֆորմուլա էր, որ Իսրայելը կամ հրեական լոբին Ամերիկային ոնց որ ասում են ստիպել էր, որ այս սրա տակ դու պիտի իրանց զինես, դու պիտի որպեսզի նրանք էլ մեզ տեղ տան, մենք Պարսկստանում մեր ուզածը անենք։ Բազաներ ունենանք եւ այլ եւ այլ։ Հիմա այդ իմաստով սա փոխելու բան չկա եւ Հայաստանը շատ անելիք ունի այս խաղաղության այս պերիոդը խելացի ձևով գործածելու իհարկե ես շատ մեծ հույսեր չունեմ մենք երբեք ժամանակին պետեղացը չենք անում մեր մոտ հայ վերջի խելքը ամենալած բանն է դա աշխատող ձևն է armchair journals հա sense ասած բայց եթե անեին դա պետք է լիներ իհարկե պետք է լիներ որ լուրջ ինչպես ասեցի ռազմաինդուստրիալ կոմպլեքս սարքվի եւ այդ կարեւոր բաները մինիմումը դրոնները եւ հրթիռները եւ IT բնակավարը պետք է զարգացնել IT-ն անում են այդքանը parza արդեն ավելի պետք է արվի բայց այն միշտ երկուսը պետք է լուրջ ձևով նայվի եւ ռազմական կրթության հարցը պետք է լուծել այդ պետք է վերջապես հասկանալ թե ում այդ գործ ունես, նրանք որտեղ են կրթություն ստացել եւ դու պետքա միջել առաջ գնաս, այդ պետքա փոխել։ Ռուսաստանից էլ պետքա ազատվել այդ 102 բազան արդեն ծիծաղելի է դարձել։ Ասում են ինչ որ հայկական էլեկտրոցանցը այդ կամպանին նրանց ոչ միայն ժողովրդից է թալանում, իրենց ավելի էր չարժանում, ռուսական բազայից է իբր չարժարել։ Այդ էլ հարցական է, բայց ասենք թե։ Երկրորդը ոնց որ ասեցի, վերջինն էլ էտենա որ պետք է իլյուստրացիա անել, մաքրել այս ամբողջ տեսակի այդ 5 գլուխներից եւ այդ ոնց ասում են ռուսամետ բառն չես ուզում գործածես, ինչ մետ, իրանք ռուսական են պարզապես, հոգով, սրտով, գլխով, ամեն ինչով, այդ տպերից պետք է ազատվել, կառավարության մեջ, սենց ասեն գոն է, հա, բոլոր պետական ստրուկտուրաների մեջ լինի դա, որ ռազմական հետախուզական կամ ոչ, կամ մնացած տեսակի, ես չեմ խոսում փողոցներում գնաս մարդ բռնես, դա կլներ ոչ ճիշտ եւ ոչ օրինական, դա խոսքը գնում է, բայց քո համակարգի մեջ պետք է մաքրես, քո լրտեսներից ազատվես եւ ճշնամուն սիրողներին, պաշտպանողներին կամ կողմը բռնողներին, որտեղ դրանց վրա է հաշիվը դրանց, բարձի ինչ են անում են։ Լավ, դա էլ տենց։ Այդ բոլոր այդ քայլերը հիմա ժամանակ կա, որ այս խաղաղություն ասում եմ, որ ինքնանպատակ չպետք է լինի, այս շնչելու ժամանակ է տալի դու մի բան անես, որպեսզի հաջորդ անգամ ավելի վատ վիճակի մի չհայտնվես եւ ստիպած անես քեզ համար վատ կամ վաստացուցիչ կամ բաներ անես,
հողեր տաս կամ հողերից հրաժարվես կամ չկարողանաս ասես որ բայց մի հատ դուրս արի էլի արդեն այդ ջերմուկի մոտից կամ այդ սելուճի շրջանից պետք չի որ դու ագաս հասնես Սևանալիչ եւ չկարանանք մենք սկիենք գնանք եւ կամ թե չէ այդ որպեսի այդ դրության մեջ չնես որը քեզ ասեն թե դու քո սահմանադրության մեջ ինչ կարաս գրես չգրես պետք է այս քայլերը անել ջար չկա պետք է արվի ուրիշ բան չկա հիմա եթե գնում ենք այդ ճանապարհով փառքած ու լավ է ես հələ չեմ տեսնում բայց հուսանք դա այդպես մի բառ ասեմ ստեղ բանի մասին Պարսկաստանի հարցի մասին որտեղ խոսացինք որ ինչա դրանից սպասվում չի սպասվում եւ ասացի որ Ադրբեջանի արժեքը այնքան ժամանակով արժեքավոր լինելու քանի է Պարսկաստանը այս վիճակում մոլաների ձեռի տակ տարապում երբ որ դա փոխվի իր արժեքը շատ է փոխվելու ունենալու ասած դեվալվացիա լինելու հա այդքանը པարզ է իսկ հիմա արդեն Պարսկաստանի ոչ թե արդեն հնարավոր է հարցակում իր վրա այլ հաստատ է այսպես կարելի ասել արդեն Ամերիկանը դեռ տարավ 3-րդ ավիախումբը այդ Gerald Ford ամենամեծ ավիակիրի ամբողջ խմբով որը Վենեսուելայի ափերի մոտ էր հիմա նա գնում է միջերկական ծով կասեք ինչ գործ ունի այնտեղ գնում է արևելյան ափերը դեպի Իսրայելի կողմերը որովհետև այնտեղից Լիբանան Իսրայել այդ կողմերից օտարամները կարող են հասնել Պարսկաստան միջին եւ հյուսային Պարսկաստանը շատ մեծ երկիր է եւ երկու պատճառով այնտեղից ավելի հարմար է այդ մասի վրա գնալ քան թե ասենք հարավից երկրորդ հարավը այնքան փոքր է Պարսկական ծոցը իրար վրա խցկել այդ բոլորը արդեն երկու ավիախումբ կա այնտեղ եւ մեծ թիրախ դարձնել Պարսկական հրթիռների համար իրենց հարավային ափերից կամ եւ այլ այդքան էլ խելացի ման չլինի so Ford-ը գնում է միջերկական իսկ այնտեղից Իսրայել, Լիբանան, Սուրիա Իրաք այնտեղից Պարսկաստանը իր համար հասանելի է եւ այդտեղից պետք է կատարի իր բանը դա լիզու տեղը չեմ բերում սա եւ ասեմ ձեզ այսքան ժամանակ այնտեղ այդքան ավիախումբ պահելը դա շատ դժվար եւ շատ թանկաճույք է շատ թանկաճույք է ամեն օր որ դու այս պատրաստվածության մեջ ես պահում իրենց մեծ ծախսերի եւ դժվար է մարդկանց վրա էլ բնականաբար եւ իհարկե ծախսերի իմաստով ուրեմն մի բան լինելու է ամբողջ անալիզային է որ սա փոքր կարճ շատև օպերացիա չի լինելու ասենց ասած մի քանի բան խփենք վերջացավ ավելի լուրջ է լինելու եւ լինելու շուտով այս բանը համարի հաստատ է արդեն կարծում եմ շուտով ասելով շաբաթվա պատմություն ենք անում կարող եմ օրերի հարցնի Այն որ բաց թողեցին Պարսկաստանի ապստամբներին ոնց որ թույլ տվեցին որ ռեժիմը դրանց ոչնչացնի ասենք ամենախիզախներին ամենաակտիվներին չմիջամտելով ուշացնելով իրենց ոտքի հանելով հետո բայց օգնությունը ուշացնելով դա շատ վատ բան արեցին դա ոնց որ սովետը լեհերին ասեց գերմանացիների դեմ Վարշավայում ապստամբություն արեք մենք գալիս ենք Վարշավայում վերկացան լեհերը կռվելու ապստամբություն արեցին իրանք կանգնեցին Վարշավայից դուրս բանակը չշարժվեց միջև որ գեստապոն բոլորին սպանեցին սպռեցին ոչնչացրեցին որպեսզի հետո երբ որ գան արդեն ասեն ազգայնական լեհեր չկան իրանք Ռուսաստանում ասած հաճացած կոմունիստներին բերի նշանակին այնտեղ բայց ամերիկան իր կոմունիստ չունի բերի նշանակի ճիշտ ասած բայց այդ ուշացնելը բացատրում է նրանով որ պետք է բոլոր ավիակիրներին վերջո հավաքես այնտեղ խո պետք է չինական ծովից խումբ բերես այնտեղ չգիտեմ Ատլանտիկից բերես հասցնես մեկին այնտեղ միջերկականից բերես մյուսին այնտեղ խոսքով էս բոլոր ժամանակը բաները շտաբյակիները շատ արագ են շարժվում հա միջև 32 հանգույց եւ այլ ոչ ոք իսկական տիպը չգիտեի բայց
դա հասկայական արագություն է դեպ ասեմ բայց էլի ծովի վրա դա շատ օրեր են տևում մինչև հասնում ես այնտեղ իսկ նավատորները շարժվում են իրենց ամենակամած գնացող նավի արագությամբ դե այդպես չներ նավատորում չի լինի արդեն կլինին նավեր ստեղ այնտեղ ծրված լավ դա էլ իր հերթին հիմա ես ուզեցի ես Պարսկաստան ասեմ որ սա լուրջ հարց է եւ դա իհարկե Հայաստանի վրա ազդելու է տարածաշրջան ասելով չեմ ուզում այդ տերմինը մի քիչ շատ են գործածում բայց Հայաստան կոնկրետ Հայաստանի համար հսկայական տարբերություն անելու արդյոք պատերազմը կանցնի են կողմ չէ չեմ կարծում գաղթականներ այո կարող է լինի բայց ինչ որ լինելու եղել է արդեն ավելի շատ չի լինելու այլ հակառակը կախված էս ինչ ուժով խփեն եւ ինչքանով դա այսպես կասենք թուրացնել չէ ինչքանով բանիկի ընտարկի ասենք թե կազմալուծի ռեժիմը եւ կթուլանա եւ որտեղ ժողովուրդը որտեղ կարողացավ իր ձեռքը վերցնի ինչ որ ժամանակից հետո փախնելու պետք չկա արդեն հակառակը արդեն կմնան ու կվայելեն կամ կօգտվեն եւ այլն այնտեղ այդ դեպքում կարող է մոլաների ռեժիմի մարդիկ սկսեն փախնել արդեն դեպի Հայաստան կամ որևէ տեղ հիմնականում ուրիշ տեղեր հա ուր են գնալու իրենց համար ավելի ճիշտ պետք է լինի որտեղ իրենց փողերն են իսկ որտեղ են իրենց փողերը ռեժիմի մարդկանց փողերը ուր են Հայաստանում չեն պահվում ռեժիմի ասենք մոլաների գողացած փողերը նրանք բոլորը նստած են ասենք Դուբայներում եւ ասենք այն երկրներում որտեղ իրանք կարող են այդ փողերը դնել տներ առնել եւ իրանք իրենց պատկերացրել են կարող են այնտեղ ապրել մոլաները չեն մտածում Լոնդոնում տուն առնեմ կգնամ այնտեղ կապրեմ չէ իրանք տարբեր է եթե դրան այդ խնդրին այդպես նայես բարձրանալու թե ուր են գնալու մոլաները anyway էսել հնարավոր մոտ օրերից գործողություններից սկիզբը Պարսկաստանի հետ կապված Պարսկաստանում ասած ասենք լավ այսօր էսքանը BB Talks դրեք լայքեր եւ այլն մինչեւ հաջորդ հանդիպում